Եկեք մեր պատկերը, մեր արտացոլանքը ոչ թե տեսնենք հանրային հայլու մեջ, մարդկանց կարծիքների մեջ, այլ Քրիստոսի մեջ։ Հիշում եք, մեկ անձնավորություն կար Աստվածաշնչում, որ այնքան գեղեցիկ էր, այնքան տաղանդավոր էր, որ մի օր նա հիացավ ինքն իրենով եւ մեծ ողբերգություն տեղ ունեցավ։ Այո, Աստվածաշունչը խոսելով Լյուցիֆերի մասին կամ հայերեն Արուսյակի մասին, հետևյալն է ասում, որ նա կատարելության կնիքն էր, հանճարեղ, տաղանդավոր, երաժիշտ անձնավորություն, գեղեցիկ քարերով, թանկարժեք քարերով զարդարված, փայլփլուն մի արարած, ով մի օր խաբվեց սեփական փայլից, ով մի օր տրվեց ինքնահիացմունքին եւ արդյունքը հետեւյալը դարձավ, որ գրվածը քո բնակատեղին դարձավ դժողքը, քո փառքը քեզանից հեռացավ եւ դու խայտառակվեցիր։ Ահա թե ինչ է սպասվում նարցիսին, նա մի օր կզրկվի այդ հիացական բոլոր երևույթներից, մի օր խոտի պես կթառամի եւ արդյունքում կհայտնվի խորը ինքնախաբեության մեջ եւ կհասկանա, որ իրականում ապրել է մի կյանք, որը կեղծ էր, ապրել է մի ինքնությամբ, որը շինծու էր եւ իրական չէր, ինքն իրեն խաբել էր։ Բարեկամներ, ուզում եմ իսկապես ամեն մեկիս համար ահազանգել, նարցիսիզմը պարզապես հունական մի առասպել չի, կամ էլ հոգեբանական մի ձևակերպում չի, այն լուրջ հոգեկան խաթարումներ կարող է պատճառել մարդուն, եւ անգամ Ամերիկայի հոգեբանների ասոցիացիան արդեն իսկ սահմանել է, որ նարցիսիզմի ծանր տեսակը կարող է դառնալ հոգեկան լուրջ խնդիր եւ մարդուն հանգեցնել հոգեկան խանգարումների, մտային խանգարումների, երբ որ մարդը ինքնաներշնչանքի հետևանքով կարող է կորցնել սեփական ինքնությունը։ Հետևաբար ուզում եմ ամեն մեկիս սթափեցնել, ամեն մեկիս համար ահազանգել, որ չտրվենք մեր մոլորություններին, որ ինքներս մեզ չմոլորեցնենք, որ չհիանանք մեզանով, որ չասենք այս իմ ձեռքերով ես ամեն ինչը վաստակեցի, որ ես եմ, իմ անձն է, ես ուրիշ եմ, ես ավելի իմաստուն եմ, ես հանճարեղ եմ, ես ավելի գեղեցիկ եմ, մի հատ փորձեմ ինձ հավերժացնեմ այս սելֆիով, մի հատ փորձեմ տպավորություն գործել ուրիշների վրա այս նկարով, մի հատ տեսնեմ քանի հոգի է սրտիկելու, քանի հոգի է լայքելու եւ տարածելու, այս ամենը կեղծ իրականություն է սիրելիներ։ Լավ է, երբ որ մեր բարեկամները, մեր ընկերները մեզ հավանում են, լավ դրական կոմենտներ են գրում մեր հասցեին, այդ ամեն ինչը նորմալ կյանքի մաս է, բայց դա չպետք է դառնա մեզ համար թմրանյութ, որպեսզի դրանով չմտածենք, թե դա է մեր արժեքը, որպեսզի չգնահատենք ինքներս մեզ եւ մեր կյանք ուրիշների լայքերից եւ լայքերի շատությունից կամ քչությունից։ Մեր արժեքը Աստծո սիրո մեջ է, մեր մեծությունը Աստծո վերաբերմունքի մեջ է եւ ոչ թե մարդկանց վերաբերմունքի։ Եվ վերջ-վերջում մի կարևոր բան ասեմ. երբ դադարում ես սիրահարվել ինքդ քեզ, սկսում ես սիրահարվել կյանքին, սկսում ես սիրել կյանքը, սիրել մարդկանց, նկատել ուրիշին, նկատել ուրիշի կարիքը, հասկանալ դիմացինին, փորձել մտնել մեկ ուրիշի դրության մեջ, դառնալ օգտակար անձնավորություն եւ դրանով հանդերձ դու այլևս երբեք մենակ չես մնա, քո շուրջը միշտ մարդիկ կլինեն, որովհետեւ դու ուրիշներին բարձրացնող կլինես եւ ոչ թե ուրիշներին կօգտագործես, որ իրենք քեզ բարձրացնեն։